Չնայած իշխանության պարզաբանումներին խորհրդարանական ընդդիմությունն այն համոզմանն է, որ վարչապետը այնուամենայնիվ ժողովրդին պատերազմով է սպառնում։ Միևնույն ժամանակ նրանք նաև նկատում են, որ վարչապետը այդպես էլ չի հստակեցնում, թե ի վերջո որ երկրից են հիբրիդային հակամարտության դուրս եկել մեր դեմ։ Իսկ իշխանական падգամավորները լրագրողների հետ զրույցում նշում են, հարձակումները տարբեր կողմերից են՝ ռուսական, թուրքական ու ադրբեջանական։ 44-օրյա պատերազմի հետևանքները քննող հանգամանքները քննող հանձնաժողովի աշխատանքներին մենք չենք մասնակցել, որ այն դեպքում, երբ իրենք քննել են իրենց իսկ ենթադրյալ հանցագործությունները, ստացել են մի փաստաթուղթ, որի տակ չի ստորագրել անգամ իրենց հանձնաժողովի անդամները ու ֆորմալ առումով զեկույց որպես այդպեսին գոյություն չունի, բայց բնականաբար հարց է առաջանում այդ փաստաթուղթը, որ իրենք ստացել են, ինչու չեն հրապարակում կամ ինչ որ ֆորմատով չեն քննարկում, եւ մենք իհարկե ասում ենք, որ այդ փաստաթուղթը եթե ունեք, այդքան աշխատել եք, խոստացել եք բացահայտում, բերեք, եթե ինչ որ գաղտնիության խնդիր կա, բերեք գոնե քննարկեք, հասկանանք ինչի մասին է։ Հրապարակման հարցը բացառապես իրավական հարց է, քաղաքական հայեցողության հարց չէ, եւ դրա հրապարակման պատասխանը իրավական ընթացակարգերով է տրվում։ Հետևաբար քաղաքական հայեցողությամբ դա չի կարող հրապարակվել որևէ կերպ։ Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան ապրանքների տարանցման սահմանափակումների վերացումը լրացուցիչ հնարավորություններ է բացում տարածաշրջանի տնտեսական ներուժը բացահայտելու համար։ Այս մասին հայտարարել է Մհեր Գրիգորյանը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ։ Նրա խոսքով սա ակնառու օրինակ է, թե ինչպես է տրանսպորտային եւ լոգիստիկ ենթակառուցվածքների դիվերսիֆիկացումը նպաստում արտաքին առևտրի խթանմանը։ Նա նաեւ մատնանշել է ԵԱՏՄ երկրների մաքսային ծառայությունների փոխգործակցության կարեւորությունը, ինչը անմիջականորեն ազդում է միության անդամ պետությունների բյուջեների եկամուտների վրա։ Արտգործնախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Բայրամովի հետ, այս մասին տեղեկացրել են արտաքին գործերի նախարարությունից։ Նրանք գոհունակությամբ նշել են Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հետագա կարգավորման գործընթացում արկա դրական զարգացումները։ Արարատ Միրզոյանն ու Բայրամովը նաեւ քննարկել են տարածաշրջանային եւ բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցերը։ ՆԱՏՕ-ի 2025 թվականի հաշվետվությունում առանձնացվել է Հարավային Կովկասը, ընդգծելով Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների նշանակությունը տարածաշրջանի անվտանգության համար։ Դաշինքը դրական է գնահատել հայ-ադրբեջանական երկխոսությունը եւ ողջունել օգոստոսին նախաստորագրված խաղաղության համաձայնագիրը եւ ընդգծել Միացյալ Նահանգների ներդրումը բանակցությունների առաջ խաղացման գործում։ Եվրոպական խորհրդի նախագահ Կոշտան հայտարարել է, որ Հայաստանը Եվրամիության մտերիմ գործընկեր է եւ նպատակ ունի խորացնել հարաբերությունները հիմնվելով ընդհանուր արժեքների եւ միջազգային իրավունքի հավատարմության վրա։ Նա նաեւ հայտնել է, որ հույս ունի հանդիպել վարչապետ Նիկոլ Փաշինյանին մայիսին Երևանում կայանալիք Եվրամիություն Հայաստան առաջին գագաթնաժողովին։ Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանին։ Ալեքսանդր Թիմանն ընդգծել է Հայաստանի հետ փոխգործակցության արդյունավետությունը եւ նշել, որ Արժույթի միջազգային հիմնադրամը պատրաստ է շարունակել գործակցությունը համատեղ օրակարգի արդյունավետ կյանքի կոչման ուղղությամբ։ Զրուցակիցները քննարկել են ընթացիկ գործակցությունը, ինչպես նաեւ անդրադարձ է կատարվել Հայաստանի տնտեսական դիմակայության ապահովմանը, զարգացման տեմպերին, ինչպես նաեւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաների։ Հայաստանի խնդրանքով Վրաստան-Հայաստան գազատարի 5.5 կիլոմետր հատվածը կտեղափոխվի անվտանգության պատճառներով։ Ներկայիս հատվածը գտնվում է եռակողմ սահմանային ականապատ գոտում, ինչը խոչընդոտում է սպասարկումն ու վերանորոգումը։ Նոր գազատարը կկառուցվի անվտանգ տարածքում եւ կմիացնի հայկական հատվածին։ Այս ուղին շարունակում է մնալ Հայաստան գազի մատակարարման հիմնական երթուղիներից մեկը։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության ընտրական ցուցակի հաստատման երկրորդ փուլի քվեարկությունն է սկսել այսօրվանից։ Ընտրություններով որոշվելու են վարչապետի թեկնածուն եւ ընտրական ցուցակի առաջին 50 հորիզոնականի դասավորությունը։ ԿՊԱ-ական պատվիրակներն ընտրելու են այն անձանց, ովքեր պետք է ձևավորեն կուսակցության 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների վերջնական ցուցակը։ Իրենց քվեն արդեն տվել են Նիկոլ Փաշինյանը, Ալեն Սիմոնյանը, Տիգրան Ավինյանը եւ այլ պատվիրակներ։ Ընտրության հետ կապված կուսակցության անդամները տվել են իրենց մեկնաբանությունները։ Ես կարծում եմ, որ իմ ունակությունները ավելի գործադիրի են, բայց մենք, այսպես ասած, Երևան քաղաքում ունենք փոքրիկ օրենսդիր մարմին, եւ դա Երևանի ավականին։ ԿՊ-ում հիմա կա 50 վարչապետի թեկնածու, որովհետեւ բոլոր 50-ը համարվում են վարչապետի թեկնածու։ Քվեաթերթիկի ներքևում կա նշում,
որտեղ պետք է մարդ նաև իր ընտրած 30-ից նշի անուն, թե ում է ուզում որ լինի վարչապետի տեխնացու, եւ ով ում անունը ավելի շատ նշված լինի, նա կլինի վարչապետի տեխնացու։ Բնություն է մարզկենտրոն Կապանին տհաճ անակնկալներ է մատուցել, առաջացնելով քարաթափումներ երթևեկության ժամանակավոր խոչընդոտում։ Գիշերը ժամը 4:30-ի սահմաններում Բաղաբերդ թաղամասում տեղի է ունեցել հենապատի փլուզում, ինչի հետևանքով մասնակի փակվել էր Մայրուղու երթևեկելի հատվածը։ Դեպքից անմիջապես հետո Կապանի կոմունալ ծառայությունը տեղում է։ Քաղաքում տարբեր տեղեր կան քարաթափումներ, թե Մայրուղու ուղղությամբ, թե բանավաններ տանող ճանապարհներին։ Հատվածը ավարտելուց հետո նաև կտեղափոխենք մյուս հատվածներ։ Կոմունալ ծառայության բոլոր տեխնիկական միջոցները օգտագործում են, ինչպես նաև մենք խնդրել ենք Կապանի նորոգչին կազմակերպության կողմից նրանց տեխնիկական միջոցները եւս օգտագործում ենք մաքրելու ճանապարհատվածը բացելու համար։ Ժամը 12:10-ին Սյունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոնը հազանգեստացվել, թե Կապան քաղաքում վարարել է նաև Ողջի գետը։ Ինչպես դեպքի վայրում է պարզվել, Արզումանյան փողոցում հորդառատ անձրևից փլուզվել է սելավատարի պատնեշը, ինչի հետևանքով ջրաբերուկները տարածվել են ավտոճանապարհին։ Մասնակի խոչընդոտել երթևեկությունը, տուժել են մեքենաներ, կենդանիներ։ Պաչագան գետում բնակվող բոլորի սիրելի կապանյան բադերը հայտնվել էին Ողջի գետում։ Վարար հոսքի պատճառով հնարավոր չէ նրանց դուրս բերել։ Նշենք, որ Կապանում մեկ օրում մարտի 27-ին թափվել է 47 մմ տեղում, ինչը կազմում է մարտ ամսվա նորմայի 75%-ը։ Հիդրոօթերևութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ մինչեւ մարտի 28-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են առատ տեղումներ։ Ներքին գործերի նախարարության տվյալներով մարտի 27-ի ժամը 12:30-ի դրությամբ մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել։ Հանրապետությունում փակ ճանապարհներ չկան։ Պետական մարմինները հորդորում են հեռու մնալ գետամերձ տարածքներից, չմոտենալ վարարած գետերին, ճանապարհներին լինել առավել ուշադիր։ Միացյալ Նահանգների նախագահը հայտարարել է, որ Իրանի կառավարության խնդրանքով մինչև ապրիլի 6-ը դադարեցնում է երկրի էլեկտրակայանների ոչնչացումը։ Բանակցությունները շարունակվում են եւ չնայած կեղծ լրատվական կայքերի եւ այլ աղբյուրների հակառակ պնդումների, դրանք շատ լավ են ընթանում, նշել է Դոնալդ Թրամփը ու շնորհակալություն հայտնել հարցի նկատմամբ ուշադրության համար։ Իրանը հարվածել է Հորմուզի նեղուցով տարանցիկ անցնելու փորձ կատարող կոնտեյներային նավին, ըստ որոշ տեղեկությունների այն նավարկել է Պակիստանի դրոշի ներքո, այլ աղբյուրներ պնդում են, որ նավը պատկանում է Թայլանդին։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ստեղծված միջազգային համակարգը խորը ճգնաժամի մեջ է։ Ստամբուլում Stratcom գագաթնաժողովի մասնակիցներին ուղղված իր տեսաուղերձում նա նշել է, որ գործող միջազգային ինստիտուտները, նորմերը եւ արժեքները աստիճանաբար կորցնում են իրենց արդյունավետությունը։ Թուրքիայի նախագահը ընդգծել է, որ Անկարան մտադիր է շարունակել իր հանձնառությունը խաղաղ կարգավորմանը եւ պատրաստ է օգտագործել իր բոլոր ռեսուրսները տարածաշրջանում եւ ամբողջ աշխարհում անվտանգությունն ու կայունությունը ապահովելու համար։ Ուժ գնանում է համաշխարհային պայքարը էներգետիկայի, տեխնոլոգիաների եւ առևտրի ոլորտում ազդեցության համար, իսկ հակամարտություններն ավելի ու ավելի հաճախ են լուծվում ուժի, այլ ոչ թե երկխոսության միջոցով։ Պատերազմի մեկնարկից ի վեր Միացյալ Նահանգների եւ Իսրայելի հարվածները Իրանում վնասել են առնվազն 120 թանգարաններ, մշակութային եւ պատմական հուշարձաններ։ Պետական հեռուստատեսության փոխանցմամբ այդ շինություններից են ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում ընդգրկված Գոլեստանի պալատը, Սաադաբադի պալատը, Մարմարե պալատը եւ Թեյմուրթաշի տունը, որը հայտնի է որպես պատերազմի թանգարան։ 19 հղումանելով աղբյուրներին հաղորդում է, որ Պարսից ծոցի 5 արաբական պետություններ Միացյալ Նահանգներին տարածք են տրամադրել Իրանին հարվածելու համար։ Հրապարակումը նշում է, որ Բահրեյնը, Միացյալ Արաբական Էմիրությունները, Սաուդյան Արաբիան, Կատարը եւ Քուվեյթը իրենց տարածքային եւ օդային տարածքը հասանելի են դարձրել ամերիկյան կողմին։ Այս երկրներում տեղակայված են նաեւ Ամերիկայի Միացյալ Նահանգների ռազմական բազաներ, որոնք օգտագործվում են Իսլամական Հանրապետությանը հարվածելու համար։ Անդրադառնալով ամերիկա-ուկրաինական բանակցություններին հաջորդած դիտարկմանն այն մասին, թե Դոնեցկի անձնման դիմաց Միացյալ Նահանգները կարող է անվտանգության երաշխավորը դառնալ, Եվրամիության դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը դա սխալ մոտեցում է որակել։
Ուկրաինան չպետք է համաձայնի տարածքային զիջումների, դա լիովին համապատասխանում է բանակցությունների ռուսական ուղեցույցին, պահանջել մի բան, որ երբեք նրանց չի պատկանել։ Դոնբասի զիջումը ծուղակ է լինելու, որում մենք չպետք է հայտնվենք։ Ամրանից սկսած Ամերիկայի Միացյալ Նահանգների թղթադրամների վրա կլինի Դոնալդ Թրամփի ստորագրությունը, ինչն առաջին դեպքն է պատմության մեջ։ Միացյալ Նահանգներում նախատեսվում է դոլարի թղթադրամների վրա տեղադրել Թրամփի ստորագրությունը անկախության 250-ամյակի կապակցությամբ։ $100 նոր թղթադրամները կթողարկվեն հունիսից, հետագայում փոփոխությունը կտարածվի նաև մյուսներին։ Սա առաջին դեպքն է, երբ գործող նախագահի ստորագրությունը կհայտնվի եւ գանձապետի ստորագրությունը կհեռացվի։ Նախաձեռնությունը քննադատության է արժանացել, սակայն նախատեսվում է նաև Թրամփի պատկերով հուշադրամի թողարկում։ Այն ապրանքները կամ հագուստները, որոնք քաղաքացիները գնում են խանութից, հաճախ լինում են այնպիսին, որ վաճառողները չեն արտադրում կամ չեն ներմուծում ինքնուրույն։ Դրանք պարզապես վերավաճառվում են, ահազանգում են մասնագետները։ Այդ երևույթը մեկ բառով կոնտրոֆակտ են անվանում։ Այն վերջին տարիներին լայն տարածում է ստացել։ Մասնագետները ասում են, դրանք պարտադիր ստուգման կարիք ունեն։ Անգամ մանկական խաղալիքները դրանք պետք է ստուգվեն, գործ ունենք տարբեր մարդու առողջությանը եւ կյանքին հնարավոր վնասների հետ։ Մասնագետների խոսքով հեղինակային իրավունքների պաշտպանությունը Հայաստանում խոցելի ոլորտներից է, եւ թե հայաստանյան արտադրողները, թե միջազգային բրենդները երկրում ունենում են խնդիրներ, քանի որ եղել են դեպքեր, որ արտադրվել են նույնատիպ ապրանքներ կամ ներկրումները իրականացվել են այլ երկրներից։ Հայաստանում կա օրինակ X ապրանքի ներկայացուցիչը, բայց մեկ այլ մարդիկ վաճառող այլ երկրից բերում այդ նույն ապրանքը վաճառում ավելի էժան։ Չինաստանը դրա հետ կապված հարցեր բարձրացրել եւ փորձում են այս տարի հենց էլեկտրոմոբիլների շուկան այդ ձևով կարգավորել։ Օրինակ նախկինում ամենը կարող է Չինաստանից էլեկտրոմոբիլ բերել, հիմա արդեն միայն ներկայացուցիչների միջոցով։ Մասնագետները նկատում են, որ կոնտրաֆակտները առանձին շուկայական հարաբերություններում կարող են ունենալ ինչպես դրական, այնպես էլ բացասական էֆեկտներ։ Ասում են, օրինակ, կա խոշոր պարֆյումերային պարագաներ ներկրող կազմակերպություն, որը երկար տարիներ զբաղվել է բրենդի տարածմամբ եւ ենթակառուցվածքներ է ստեղծել, հիմա սակայն այդ նույն պարագաները քաղաքացիները ավելի էժան են գնում օտարերկրյա պետության խանութի մասնաճյուղից եւ այստեղ ցածր գնով վաճառում։ Այստեղ նաև կա սոցիալական էֆեկտի գաղափարը, որ այդ ամենը թույլատրվում է նաև նրանով, որ մեր գնորդները կամ սպառողները էժան ապրանքներ ունենան եւ ոչ պաշտոնական ներկայացուցիչներից համատապած թանկ ապրանքներ։ Սպառողի համար մեծ հաշվով էական չի, թե դա պաշտոնական ներկայացուցիչ են դերբերում, թե այլ անձից, բայց օրինակ մի շարք ապրանքներ կա, որ շատ կարևոր է պաշտոնական ներկայացուցիչ դերբերը, քանի որ հետ վաճառքային սպասարկման անհրաժեշտություն առաջանում։ Մասնագետների պնդմամբ պետությունը պետք է քայլեր ձեռնարկի, որպեսզի տեղական արտադրությունը դառնա մրցունակ օնլայն հարթակներում վաճառվող ապրանքների հետ։ Փաստաբանները նշում են, որ Հայաստանը միացել է կոնտրոֆակտ պարտադրանքի արտադրությանը եւ տարածմանը հակազդելու ոլորտում համագործակցության մասին համաձայնագրի, որի շրջանակներում ներպետական օրենսդրության մակարդակով պարտավորվել է ձեռնարկել միջոցներ։ Ընդհանուր նախատեսվել է նաև վարչական, քրեական պատասխանատվություն մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության նորմերը խախտելու համար, որոնք օրինակ արտահայտվում են տուգանքով, հանրային աշխատանքներով կամ ընդհանուր միջև ազատազրկման։ Այսպիսի միջոցառումների համատեքստում ասել, որ կոնտրաֆակտ ապրանքները Հայաստանի Հանրապետության վերահսկողությունից դուրս են, սխալ կլինի։ Կոնտրոֆակտ ապրանքների տարածումը շարունակում է մնալ բազմաշերտ խնդիր։ Մի կողմից ապահովելով ավելի մատչելի գներ սպառողների համար, մյուս կողմից առաջացնելով լուրջ ռիսկեր կապված որակի, անվտանգության եւ մտավոր սեփականության իրավունքների խախտումների հետ։ Մասնագետները շեշտում են, որ խնդրի արդյունավետ լուծումը հնարավոր է միայն համակարգային մոտեցման դեպքում, պետության վերահսկողական գործիքների ուժեղացման, օրենսդրական մեխանիզմների կիրառման եւ հասարակության իրազեկման միջոցով։ Մարտի 26-ին աշտարակխոշորացված համայնքի Մուղնի բնակավայրի վարչական տարածքում բախվել են Opel-ն ու Ford Transit-ը։ Վերջինը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել Բետոնե Էլեկտրասյանը։ Երկու հոգի տեղափոխվել են աշտարակ բժշկական կենտրոն, որտեղ անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո հրաժարվել են մնալ այնտեղ։ Տեղում էին ոստիկանության, Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները։ Տարի մասին տեղեկությունը փոխանցվել է Հայաստանի քիմիական կոմիտեի Արագածոտնի մարզային քիմիական վարչության
Նույն օրը Լոռու մարզում Սպիտակ Գյումրի ճանապարհին բախվել են Volkswagen-ը եւ Պաշտպանության նախարարության N զորամասի հաշվեկշռում հաշվառված Ural Բեռնատարը։ Volkswagen-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց հայտնվել դաշտում, երկու հոգու առաջին օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած Սպիտակ բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը։ Նրանք տեղափոխվել են Սպիտակ բժշկական կենտրոն։ Վիրավորները հայր ու որդի են։ Օպերատիվ են գործել ոստիկանության բարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի բարեկները։ Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխել է, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։ Մարտի 26-ին Վանաձոր քաղաքի Տիգրան մեծ փողոցում բախվել են Mercedes, Opel, Toyota, Volkswagen-ը եւ VAZ-2121-ը։ Ժամանել են ոստիկանության բարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի առաջին վաշտի 4-րդ դասակի բարեկները։ Մարտի 25-ի Ford Transit-ը վաղաշաբաթ աշտարակ M3 խճուղում կամրջի մոտ դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել արգելափակոցներին, կողաշրջված հայտնվել կամրջի տակ։ Վարորդն ու ուղևորը տեղափոխվել են վաղաշաբաթ բժշկական կենտրոն, որտեղ նրանցից մեկը անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո հրաժարվել է հիվանդանոցում մնալ։ Ժամանել են ոստիկանության բարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի առաջին վաշտի առաջին դասակի բարեկները։ Երջանիկ պատահականությունն, որ այդ պահին տակով ավտոմեքենա չի անցել, հակառակ դեպքում չես կարող ասես ինչ կլիներ։ Եվ մարտի 27-ին տեղացած առայցյան հետևանքով Սյունիքի մարզի որոշ ճանապարհներ ճանշինի ոչ օպերատիվ աշխատանքի պատճառով դարձել են կամ անանցանելի կամ դժվար անցանելի։ Տանձավետ Աղվանի ճանապարհի մի քանի կիլոմետրանոց հատվածն ամբողջությամբ մերկասառույց էր, ինչի պատճառով մեքենաները չէին կարողանում տեղաշարժվել։ Ստեղծվել էր խցանում։